Բկանցքի հետին պատի հավկիթից էլ մեծ չափսի կիստան տղայի մոտ դժվարաշնչության գիշերները խրացնելու անընդհատ արթնանալու պատճառ էր դարձել։ Բժշկական թիմին հաջողվել էր հայտնաբերել եւ հեռացնել բնածին խորշը, որը վերջին շրջանում ազդում էր բուժառուի կյանքի որակի վրա։ Գոյացությունը համարյա թե փակում էր ողջ քթմպանը եւ վերանմպանը։ Նման դեպքեր ամբողջ աշխարհում շատ քիչ են։ Մենք երկար ժամանակ միջազգային փորձ ենք ման գալիս վիրահատություն իրականացնելու համար, անկեղծ գտանք ընդամենը 14 դեպք, որը որ հրապարակված էր, որի մասին ինֆորմացիա կար։ Վիրահատությունը կատարել ենք թիմային, մուլտիդիսցիպլինար գիտկօկորդի բժիշկների հետ։ Կիստոզ գոյացությունը ամբողջովին հեռացրել ենք բկանցքի հետին պատից։ Վիրահատությունը բարդ էր, քանի որ կատարվել էր բերանի խորոչից, մաշկի վրա կտրվածքներ չկան։ Շատ բարդ էր, որտեղ գոյացության հետևի հատվածում արդեն իսկ ողնաշարներ, գոյացության մի կողմ մագիստրալ անոթները, քներակները, ասենք կարոցիս յուգուլարից, որոնք վնասելը բավականին հեշտ էր, ներվիրահատական, բայց փառք Աստծո առանց որևիցե մի խնդիրների վիրահատությունից դուրս եկանք։ Նման կիստաների տեղակայումը հիմնականում պարանոցի արտաքին կողմից է լինում, տվյալ դեպքում ներբերանային աճ է ունեցել։ Գիշերները խեղդվում էի, շունչս կտրվում էր, զարթում էի, անընդհատ վեր էի թռնում։ Հիմա արդեն լավ եմ, որ վիրահատվել եմ։ Գանգատ մի տարվա մեջ ենք իր մոտ նկատել, անընդհատ նեղվում էր կոկորդից, բայց ինքը չէր երևում, որ մենք տեսնենք ինչա։ Պատմում է, հիվանդանոց էին եկել քթի միջնապատի ու խեցիների վիրահատության համար, երբ գիտկօկորդական ջաբանները այլ խնդիր նկատեցին եւ ուղղորդեցին դիմացնոտային մասնագետի մոտ, նաեւ կատե հետազոտության, ինչի արդյունքում էլ հայտնաբերվեց գոյացությունը։ Շատ կարևոր էր, որպեսզի մենք կարողանանք ապահովել նաեւ ճիշտ եւ գրագետ վիրահատական ընթացք, ինչը ի սկզբանե կախված էր ճիշտ մոտեցումից, վիրահատության բուն ընթացքից, որտեղ ի սկզբանե հարցեր բարձրացրած, որ միգուցե անհրաժեշտություն լինի տեղադրել տրախեոստոմիկ խողովակ, այսինքն ապահովել շնչառությունը անմիջապես շնչափողի միջոցով, միգուցե կանխելու համար լուրջ առնահասությունը հրավիրված էր նաև անոթային վիրաբույժ։ Սակայն հնարավոր եղավ խուսափել նման բարդություններից եւ ավելի անվնաս քիչ ինվազիվ տարբերակով հեռացվեց գոյացությունը։ Նարեկ Ոսկանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։